պետք որ դուք սա հանդիմությամբ հարձակվել եք Արամ Տեր Արամի վրա։ Այդ եկեղեցու վրա խիչ չէ։ Ով էր հարձակվել։ Սա հանդիմությունով հարձակվել եք Տեր Արամի վրա, ասում եք Հուդայա, ասում եք բանա, Դանոսա գնում, Ոստավողա։ Բայց ձեր շրջանակներից Դանիել Յունիսյանը ասես Դանոս գրելը վատ բան չի։ Հա վատ բան է։ Գործտալը վատ բան է, բան։ Իհարկե վատ բան է, գործ տալը։ Դուք գողական եք, բան ունես։ Ես գողական չեմ, գործ տալը վատ բան է, որտեղ գործ տալը ինքնին ենթադրում է կեղծիք։ Դուք գիտեք, որ հանցագործության մասին իմանալը եւ այդ մասին չհայտնելը հաղորդում տալը քրեական պատժելի արարք է։ Չէ, մի հատ Բայց սա կոնկրետ գործ տալը։ Հանցագործության մասին իմանալը եւ դրա մասին չհայտնելը քրեորեն պատժելի Բա արարք է։ ինչու Տեր Արամին Հիմա դուք քրեորեն կոչ եք անում քրեորեն պատժելի Տեր արարք։ Արամին ինչու քրեորեն չեք ինչի համար դիմալ։ Մի քանի տարի լռելու համար։ Վախեցրել են, ասում եմ մարդը։ Դեք ո՞նա խնդրեմը, որ ձեր այդ սա արժե համակարգը այդ կիսա կրիմինալ է չէ որ ասես կրիմինալ գոնե տեղավոր ասես կրիմինալ այդ կիսա կրիմինալ այդ խեղված կրիմինալ այդ արժե համակարգը բերում է մտնում եք ընտրապայքարի մեջ կրիմինալ մարդիկ քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հետ են մտերիմ հարաբերություններ հաստատել իրենց համար են հարցեր լուծում հաղորդում տալ հանցագործության մասին դա գործտալ է ուրեմն եթե մարդը զբաղվում է հիմա եթե ես պետական պաշտոնը զբաղեցնում հիմա եթե ես ասեմ որ դուք հիմա եթե ես հիմա գնամ դուք հիմա մարդ եք սպանել դա գործ տալ է դուք ամբողջ արժե համակարգը դուք կեղծում եք այսինքն դուք մարդուն ազատությունից զրկելու համար հիմա տեսեք Դանիել Յունիսյանը հմեկի տաղավարում լսում է որ ինչ որ մեկը ասում է որ ինձ հարկադրել են գնալ ընդդիմության հանրապետին դա քրեականացված է տենում այդ մարդը ասում է հագերի դատախազություն այս մարդը sense հաղորդում է ներկայացնում խնդրում եմ ուսումնասիրեք դա կեղծ է Յունիսյանը կեղծ չէ հիմա Յունիսյանին ասում են դանոց չի ոստվող այս մարդկանց արժե համակարգը այ այդտեղա ու այդ ասում են եկեք մեզ ընտրեք գնանք հետ բերեք այդ